հուսով եմ հավանում եք։ Ուզում եմ նախ ասել, որ հիմա տեղի ունեցող process-ը մեր կուսակցության համազգական ցուցակի հաստատման երկփուլ ընտրությունների առաջին փուլի քվեարկությունն է։ Ի տարբերություն որոշ օլիգարխիկ ու կլանային կուսակցությունների, մենք մեր ցուցակը ահա այսպես ենք կազմում։ Մեր պատվիրակները գալիս են, գաղտնի քվեարկությամբ քվեարկում են եւ այդպես կազմվում է մեր ցուցակը։ Այդպես որոշվում է մեր առաջին համարը, երկրորդ համարը, երրորդ համարը, չորրորդ համարը ու այդպես շարունակ մինչեւ վերջ։ Ուրիշ կուսակցություններում դուք վստահաբար գիտեք, թե այդ process-ը ինչպես է տեղի ունենում, ինչ առուծախեր են տեղի ունենում եւ ինչ մորթոցիներ են տեղի ունենում։ Հիմա եթե ունեք հարցեր, սիրով կպատասխանեմ։ Այսինքն մենք ճիշտ ենք հասկանում, եթե ասում ենք երկփուլ, հիմա 50-ը ընտրվում է, հետո հաջորդ 50-ը ընտրված 50-ը պետք է դարձ համարների արդեն այդ ընտրությունը կայանա։ Ձեր ցուցակը դրանից հետո շարունակվելու ինչպես, թե 50 հոգու ցուցակ է։ Տեսեք, չէ, իհարկե 50 հոգու ցուցակ չի լինելու, շատ մեծ ցուցակ է լինելու։ Հիմա ընտրվում է փաստացի առաջին 50-ը եւ երկրորդ 50-ը եւ մնացածն էլ է կազմվում իհարկե, բայց առաջին 50-ը ընտրված, որը որ կընտրվի այս քվեարկությամբ, իհարկե հետո օրենքով սահմանված կարգով քվոտայի միջամտություն կարվի, բայց այդ կազմավորված 50-ը հետագայում մի հատ էլ երկրորդ փուլի քվեարկության կանցնի, որպես այդպես միայն այդ առաջին 50-ը հա նույն կարգով կանցնի, որպեսզի արդեն կազմավորվի այդ 50-ի դասավորվածությունը։ Դրանից հետո մյուս 50-ը Այս մյուս 50-ը արդեն կազմավորված է, իհարկե քվոտայի միջամտությունը կլինի եւ վարչությունը կունենա որոշակի համաժողովի կողմից սահմանված կարգով կունենա շատ փոքր ինչ-որ միջամտության բան, հնարավորություն, բայց հիմնականը կլինի քվեարկության։ Այսինքն վարչությունը կարող է հնարավորություն ունենա 55-րդ համարին ենթադրենք տեղափոխի 57-րդ համար, այնտեղ 1 հոգու այսպես մի միջամտություն անի կամ 2 հոգու։ Չէ, էական փոփոխություններ չեն կարող լինել։ Պարոն Ալեքսանյան, քանի որ մեկ անգամ ողջաբար է ոստատաշվար, անգամ ձեր թիմակիցների մասին բարձրացանեցին, հիմա այս ընտրությունների հետ Մեր որ թիմակիցնակեղծիքների մասին բարձրացան։ Ինչ կեղծիքների մասին։ Նախորդ ընտրությունների հետ կապված բարձրացան։ Հիմա այս ընտրությունների հետ կապված Արդյոք այդպես կտրուկ փոփոխություններ կլինեն հնարավոր առանց Նախ ես հասկանում եմ իհարկե, որ Հայաստանում որոշ օլիգարխիկ ու կլանային ուժեր ամեն կերպ փորձում են արժեզրկել ժողովրդավարական ընտրությունների մոդելը ներկուսակցական համակարգում, բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ մեր ընտրություններում ընդհանրապես ժողովրդավարության հետ կապված կամ կեղծիքների հետ կապված որևիցե միջադեպ չի եղել, բայց ես ուզում եմ ձեզ նաև ասել, որ սենց այսպիսի ընտրական մոդել, որ 1000 հոգի ընտրում է մեկ քվեաթերթիկի վրա 20 հոգու, 30 հոգու, այս դեպքում 50 հոգու։ Դա շատ բարդ ընտրություն է եւ շատ բարդ հաշվարկ է իրանից ենթադրում։ Այդտեղ կարա լինի սխալ մոնք, կարա հաշվարկի ժամանակ մեկի ձայնը սխալ հաշվի, մեկինը շատ հաշվի, կարա 50-ի տեղը 49 տեսնի, կարա անվավեր քվեաթերթիկը վավեր համարվի, որտեղ օրինակ եթե 49 հոգու ընտրի պատվիրակը, դա անվավեր է։ Ու նմանատիպ սխալմունքներ լինում են ու հա կարա լինի այդպես սխալմունքներ, բայց դա ժողովրդավարության մասը։ Մեր նախորդ ընտրությունները վարչության այնքան անբասիր են եղել, որ նույնիսկ ամենաանդիմադիր լրատվականները, բացի ինչ-որ մատից ծծած ինչ-որ նյութերից, ոչ մի բան նույնիսկ չեն կարծել նորմալ հորինեն այդ ընտրությունների հետ կապված։ Հիմա է մեր ամբողջ քվեարկությունը լայվով է ընթանում, բոլորը յուրաքանչյուր քաղաքացի աշխարհի ցանկացած ծայրից կարա մտնի տեսնի այդ լայվը, թե ոնց են մարդիկ քվեարկում, մեր հաշվարկն էլ է լայվով լինելու, մարդը կարա ամբողջ process-ը ինքնուրույն նստած հաշվի, քանի հոգի մտավ ընտրա տեղամաս, քանի քվեաթերթիկ հանեցին, քվեաթերթիկը հանելուց կամերային ցույց են տալիս, կարա ինքը ստոպ տա, ինքը նայի քվեարկության արդյունքները, ամբողջ ընթացքում քվեատուփը իր աչքի առաջ, այսքան ժողովրդավարական ընտրություններ, ինչքան մեր նախորդ վարչության ընտրություններն են, ինչքան հուսով եմ ու Աստված առաջ այս մի ընտրություններն են լինելու, շատ դժվար է պատկերացնելու։ Մեր թիմակիցները նման հայտարարություններ չեն արել։ Դուք մեր թիմակիցներին հայտարարություններ եք վերագրում, որոնք նրանք չեն արել։ Պարոն Ալեքսանյան, իսկ այս ընտրությունների ինչ որ հնարավոր է կտրուկ այդպես փոփոխություններ, օրինակ առանցքային դեմքեր, ովքեր դուսում են ընտրության արդյունքում։ Իհարկե, ամեն ինչ ընտրությունը ենթադրում է, որ ամեն ինչ էլ հնարավոր է։ Հիմա գնացեք մեր ընտրողներին հարցրեք, ում եք ընտրել, բարձրի առանցքային ինչ-որ ձեր պատկերացմամբ առանցքային ինչ-որ մեկին չեն ընտրելու, ու հենց այդ է ընտրության իմաստը, որ ընտրությամբ մարդիկ որոշում են, կուզեն այսպես կորոշեն, կուզեն այնպես կորոշեն։ Իսկ հաշվարկը ինչպես է լինում։ Նախորդի պես
Նախորդի պես ամբողջ քվեարկությունը կավարտվի, առանձին օրերով հաշվարկ չենք ունենալու։ Ամբողջ քվեարկությունը կավարտվի, քվեաթերթիկների սկանավորման եղանակով, հետո նաև ձեռքով հաշվարկի տարբերակով ամբողջությամբ երկար process է, բայց որը իսկ արդեն վերջնական ցուցակ ամբողջական դասքերի դե երբ որ երկրորդ փուլի քվեարկությունն է լինի այդ ժամանակ։ Պարոն Ալեքսանյան, սա կարծեք թե կուսակցությունների պատմության մեջ նոր ներդրված մեխանիզմ է, ինչին սա կնպաստի հետագայում այդ կուսակցությունների։ Ես կարծում եմ կան կուսակցություններ, որ փորձել են սրա իմիտացիան իհարկե անեն, բայց ակնհայտ է, որ այդ կուսակցությունները մոտ չեն եղել ժողովրդավարական մոդելին ու առհասարակ կապ չեն ունեցել ժողովրդավարության հետ, իրանք ինչ-որ իմիտացիաներ բնականաբար փորձել են անել, բայց սա հենց ինքնին բան է, էլի, մեսիջ է մեր քաղաքացիներին, որ սիրելի քաղաքացիներ, չի կարող ժողովրդավարական լինել մի թիմ, որ ինքն իր ներսում ժողովրդավարական չէ։ Այսինքն, եթե թիմը ինքն իր ներսում իր ուժերի բաշխվածությունը չափում է օլիգարխիկ կլանին այս կամ այն պատկանելիությամբ, օլիգարխիկ կլանում այս կամ այն մասնաբաժինն ունենալով կամ փողի չափով, քսակի չափով, ավելի մեծ քրեական հեղինակություն լինելով կամ մնացած, այդ թիմը չի կարող երկրի համար ժողովրդավարական մոդել բերի կամ ժողովրդավարական մոդել կառուցի։ Մեր կուսակցությունը իր ներսում էլ ամեն ինչ չափում ժողովրդավարական մոդելներով։ Ալեքսան, ոչ կուսակցական ռեզուլտատի կապած մի հարց, երեք մեր ձևով շարժումը ուժեղ Հայաստան արդեն հայտարարեց իր վարչապետի տեխնացի մասին Սամվել Կարապետյանն է։ Ձեր դիրքորոշում այս առումով եւ արդյոք իսկապես լուրջ մրցակից չունեք արդեն դուք, որովհետեւ հանրային հարցումներով տարբեր ծրագրեր նշում են, որ իսկապես ներառում են բավական բարձր հանրային տեսակ։ Հարգելի գործընկերներ, թույլ տվեք ասել, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ կամ վարչապետի թեկնածու։ Ու դա ամրագրված է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով, որտեղ ինչ որ դա Ուրեմն սահմանադրագետները լավը չեն։ Կներեք, ես այդ դետալների մեջ չեմ մտնելու, ես Արամ Վարդևանյանը չեմ, Արամ Վարդևանյանին են միլիոններ տալի, թող Արամ Վարդևանյանն էլ նստի իրանց բացատրի, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու եւ չի կարող լինել վարչապետ Հայաստանի Հանրապետությունում։ Այլ պետությունում գուցեև կարող է, Հայաստանում չի կարող։ Ես էլ ասում եմ, չի կարող նա լինել Հայաստանի Հանրապետությունում վարչապետի թեկնածու եւ վարչապետ, ինչպես ինքը չի կարող։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում։ Ֆիլիպ Կիրկորովը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում, Վլադիմիր Սալավյովը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում, պարոն Մադուրոն չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում, իսկ պարզ ամեն ինչ։ Այսինքն հնարավորին թեկնածուն չգրանցում։ Ժողովուրդ, ֆիզիկապես անհնար է, որ նրա թեկնածությունը ինչ-որտեղ գրացվի, որովհետև դա սահմանադրությամբ եւ օրենքներով արգելված է, չի կարող այդ մարդը լինել թեկնածու, չի կարող լինել վարչապետ եւ վերջ։ Ինքը Կիրկորովը, Սալավյովը, Մադուրոն, Իլոն Մասկը ոչ մեկ նրանցից չի կարող լինել։ Սա ինձ պարզ բան եմ ասում։ Շնորհակալություն։